Հայրենասիրությունը բաժակաճառ չէ ու ինչքան ավելի գեղեցիկ խոսած։ Հայրենասիրությունը մարդի իր երկրի համար, իր ժողովրդի համար պետք է արած բանն է։ Այսօր ես ես նորից եմ ասում, ինչը վերցել եմ, զարգացել, ծաղկացել եմ։ Սպորտը վերցել եմ, սպորտը, որ 2-8 տարի մեդալ չեղի անկախության օրոք։ Միանգամից 4 տարի հետո 6 հատ օլիմպիական մեդալներ ենք բերել։ Կազմակերպել եմ, դպրոցներ սարքել, բացել, գույքով Սպորտսմենների թոշակներ նշանակել ես 25 տարյա, արդեն մրցումներին մենք թիմային առաջի տեղն ենք գրավում, թիմային։ Այն ժամանակ ունեցել ենք 2 սպորտսմեն, մի հատ Բախտամյան, մի հատ Աշոտ Դանիելյան։ Այսօր արդեն ամենաբարձունքի վրա կանգնած է, դա ինչի նշան է։ Թոշակներ եմ նշանակել, կազմակերպել եմ, դպրոց եմ բացել, Օլիմպիական կոմիտեն եմ սարքել, դրել եմ ամեն ինչը, տարեկան 200 մեքենա եմ նվեր տվել։ Օլիմպիական չեմպիոնին $1 միլիոն նվեր եմ տվել, որ ոգևորենք, դրսի գնացածներին հետ եմ բերել։ Մեր ժամանակ ոչ մեկը դուրս չի գնացել։ Իսկ սա ինչի նշան է։ Այսօր միայն մի ոլորտ կա, սպորտը, ուրիշ մի հատ ոլորտ ցույց տուր, որ դա զարգանում է, աճում է, որ կարող է մրցակից լինի աշխարհի որևիցե մի ոլորտի։ Ինչ? Ձեր շնորհիվ։ Բայց մենակ իմ շնորհիվ չի, որ ճիշտ կազմակերպել ենք, պետք է գործի ժողովուրդ արդարությունը։ Չի կարող ասենք, թե ուժեղին չտանեմ, թույլին տանեմ, հետ իմ բարեկամնա կամ մարզիչի մոտիկնա կամ մրցավարի։ Հակառակ կպատժեմ, նրան գործից կհեռացնեմ, եթե նա անարդարացի մոտեցում լինի։ Բոլոր ոլորտներում էլ կա անարդարությունը, պետք է սկզբունքը ճիշտ լինի։ Պետք է կարողանաս ճիշտ որոշում կայացնես, պետք է հաղթի ուժեղը, բան իմացը, խելացին արդյունավետը։ Ու այդ ավելորդ բան պետք չի։ Մեծ ուրախություն։ Հա, ես շարևոր տնտեսությունից բացի ես կարևորում եմ արտաքին անվտանգությունը Հայաստանի Հանրապետության, որ շատ վտանգված է։ Այո։ Ես լինելով 5 գաղթականի սասունցութոր, ինձ համար շատ կարևոր է փոքրացած Հայաստանի, ճգնաժամ ապրող Հայաստանի հարևանների հետ, հարևան պետությունների, բարեկամ պետությունների հետ օրեցօր վատթարացող հարաբերություններ Համոզված լինենք, որ պարոն Ծառուկյանը ամեն ինչ կտանի ճիշտ ուղով, մենք էլ լավ կզգանք։ Հզոր Հայաստան, հզոր Ծառուկյանի հետ կլինի։ Ես ասեմ, Ժողովուրդ ջան, Ծառուկյանը կապերն էլ ունի, հնարավորությունն ունի, մոտեցումն ունի, պատկերացումների, վերլուծությունն ունի։ Այսօր ամենակարևորը մեր երկրին առաջնային հարաժեշտ է երաշխավորած խաղաղություն։ Այսօր ասում են, Ժողովուրդ ջան, իմից թե ԿՊ-ից էլ մարդ կա, եթե համարձակություն ունի, թող ասի ով է։ Չկալ բացառված կա, հա։ Չէ, լսեք, որև հիմնական ասում են բերել ենք խաղաղություն։ Ժողովուրդ ջան, խաղաղությունը որն է, որ ասենք թե իրանք Ալիևի հետ պայմանավորվածություն ունեն, ոչ մի ասենք թե ստորագրած, երաշխավորած թուղթ չկա։ Այսինքն Ալիևը պետք է պահանջի, էս պետք է տակ, քարքին պետք է տակ, ասենք 300,000 պետք է ադրբեջանցի, արդեն դրել է, երեք խոսել է, որ անպայման որ ընտրությունից հետո սահմանադրություն փոխվի եւ 300,000 ադրբեջանցի։ Մեր Արցախի ժողովուրդ եկել են ստե մնալու տեղ չկա։ Մերանք դռները փակել են, ունեցվածքը մեջը թողած, ընդ գնալու մասին խոսք չկա։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Ոնց կարելի է դրա համար առաջնայինը պետք է երաշխավորած խաղաղություն։ Երաշխավորած խաղաղություն դա նշանակում է, որ մենք Ալիևի հետ երաշխավորած հզոր պետությունների հետ, դա կլինի Չինաստանը, Հնդկաստանը, կլինի Ռուսաստանը, որ լիարժեք այդ երաշխավորությունը թղթի տակ ստորագրում են, որ երկու պետությունները իրար հետ ոչ մի կռիվ չունեն, այս սահմանները շեշտված է, իրար հետ բարեկեցի։ Իսկ ով խախտեց, ինքը պատժվելու է, ինքը տուգանվելու է։ Այդ ժամանակ մենք պատերազմի դռները փակում ենք ամուր, վերջացա մենք զբաղվում ենք բարեկեցությամբ, զարգացման բարեկեցությամբ։ Թող հիմա որ այդ մեր ասենք թե ես որից եմ եկել, այդ ասեմ թե վիրավորական չեմ խոսել, իմ հզորությունը կշիռը թույլ չի տալիս։ Դա հզոր մարդիկ են հարգել։ Թող ցույց տան այդ փաստաթուղթը, որ խաղաղություն են բերել, որ վերջադրված պատերազմին սահմանները որոշած է եւ որ խախտեց պատժվելու է։ Թող մի հատ թուղթ ցույց տան։ Այսօր պահանջատիրական, այսօր առավոտը հելնի։ Ես եմ ուզում ու ամեն անգամ Ալիևի խոսալուց, ես գիշերները չեմ քնում, որ նա իրան այդքան ոնց ասեմ։ Ինձ էվիա պահ, որ մենք ոնց որ գոյություն չունենք ձեր սաբը տանը։ Պարզ այ ասակ, ոչ թե մեկը թողապատուսի տես չի, ասեմ քուճակատը պատժեմ, տես չի։ Գոնե նա մի անգամ թողացի ժողովուրդ, ինչ եղել է ձեզ հատ թուրիմացությանը մենք հարևան պետություններ ենք, ավարտված ամեն։ Սա ինձ հետո պետք է նորմալ հանգիստ։ Թող մի բառ ասի, ասեմ խաղաղություն կա։
խաղաղություն չկա, խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Ինչ? Ինչի ենք մենակ մենք զիջում։ Միշտ թույլն է զիջում։ Այո, այդպես է։ Դրա համար միայն ասելով մենք խաղաղություն ենք բերել։ Այսօր բոլորն էլ ուզում են խաղաղություն, հանգիստ ապրեն, իսկ դրա համար պետք է լինի երաշխավորած խաղաղություն, որ մենք վստահ լինենք, դուրը փակենք, որ ճաշ չդզա, գիշերն էլ հանգիստ կնենք, էլ չմտածեն, որ երեխան սահմանի վրա է, ու բացի դա մեր մոտեցմամբ ծրագրով, որ սահմանի վրա 18 տարեկան երեխա կանգնել իրավունք չունի։ Այն ծաղիկը էլ անփորձ երիտասարդը, իսկի չգիտի սարում ինչ կա, զենքը ոնց բռնեն։ Բայց ուղարկում են գնդե, դա պաշտպանություն չի։ Պետք է լինեն պայմանագրային ծառայողներ։ Մեր 18 տարեկաններին ամենաշատը կարանվեցնեն 3 ամսով ծառայության, նրանք սահմանպահող չեն։ Իսկ այն մարդիկ, որոնք ասենք պատերազմի մասնակցել են, կան հիմնական գումարները բարձրացնեն, ավելի լավ է մենք ունենանք 10,000 պայմանագրային փորձառու ծառայողներ, որոնք կյանքում կռվել են, պատրաստ են, դիչնել գիտեն, կրակել գիտեն, ամեն տարի թող փորձաշրջան հասնեն, նորմերը հանձնեն, ով չի հանձի թող թոշակի գնա։ Բայց մեր երիտասարդներն էլ 3 ամսով գնան կուրսեր, իմանան, պարապեն, կրակեն, գոնե զենք օգտագործեն ու գան իրաց տուն։ Սա է կարգը, սա է մոտեցումը։ Անփորձ երիտասարդին մենք իրավունք չունենք ուղարկենք սահման, որ նա ծնողը գիշերը չկնի, զանգը մի օր իշխացավ, կամ ասենք թե ոնց ասեմ, քեզ ավելի ծանր տանի իր ներվերի, իր առողջության հաշվի։ Հասկանալի է։ Ուրիշ հարց է։ Վարչապետ Ծառուկյանը չի ուզում։ Ծառուկյան վարչապետ։ Ես Ժորժան, խոսք եմ տվել, ասենք թե հիմնական կարայի, ասեի, որ իմ կուսակցության վարչապետը ես եմ, իմ արածով, ասենք թե արել եմ, ստեղծել եմ, կայացել եմ, ես օղուջերի մարդ եմ, բայց որ ավելի պակաս խոսակցներ չլինի, ասի Ծառուկյանը վարչապետ լինելու համար եկեն գելա գյուղ է գյուղ, որ ձեն վեկալի վարչապետ դառնա։ Վարչապետ 4 հոգի թեկնածու կա, որոնք համ փորձ ունեն, համ պատրաստակամ են, համ կապեր ունեն, համ արդյունք են ցույց տվել։ 4-ին էլ լիարժեք կներկայացնեմ, եթե հաջողությունը տրվեց այդ որոշելու։ Ժողովուրդ իր գնահատականը կտա, բացի դա իմ թիմակիցները, որ իմ հետ այսօր մասնակցում են, իրենք էլ կտան։ Այսօր ոչ թե պետք է վարչապետը ասենք թասի, մենք էլ ենք սմարտ, մենք էլ ենք սխալվել։ Պաշտոնյա մարդը լիարժեք, որը պատասխանատու ժողովրդի համար սխալվելու իրավունք չունի։ Դրա համար պետք է փորձառու մարդ, աշխատած մարդ, որ երբեք ու երբեք ժողովրդի վրա փորձառություն չկատարեն։ Ժողովուրդը եթե վստահել է, հավատում է, որ լիարժեք այդ վստահությունը պետք է իրականանա։ Ձեր ծրագրի մեջ մի շատ գեղեցիկ նախադասություն կա, ասում է արտաքին քաղաքականության սուբյեկտ, թե ճնշման օբյեկտ։ Հենց այդ նախադասությունը ինձ թևեր է տալիս ու դրա համար ենք մենք այսօր այստեղ։ Մեզ ձեր նման մարդիկ են պետք, որպեսզի մենք բարձր գլխով քայլենք, լինենք քաղաքական գործիչներ, դրսում կարողանանք մեզ դրսևորել, ոչ թե sense գլուխներս կախ, Փաշինյանը ինչ անի, խեղճ ու կրակ, չվախենանք դուրս գանք, չկարողանանք ոչ մի բան անել, մեզ փոփոխություն է պետք, մեզ նորմալ մարդիկ են պետք։ Հիմա դրա համար ասեմ, ցանկություններ կա, հնարավորություններ կա, Բարգավաճ Հայաստան է պետք։ Ուրեմն ամենակարևորը ժողովուրդ խոսքից խոսք է բացում, ձեզ ասեմ։ Ուրեմն մինչև պատգամավոր դառնալ ասենք, թե որ դե 0-ից կայացել ենք բամոր ընտանիքից, բոլորն էլ գիտեն ոնց է եղել, առաջի գումարը ոնց է եղել, գումարից հետո ոնց է, ասենք թե հիմա սնկի գործով եմ զբաղվել առաջի տարին, տվել է հաջողություն 100,000 ռուբլի աշխատել եմ, միանգամից 4 հատ եմ բացել։ 4 հատից արդեն գումարը շատացել է, ով արտադրամաս եմ բացել, Տալգոտկայի արտադրամաս եմ բացել, ու տենց արդեն սկսել եմ ավելի զարգացնել։ Այդ ժամանակ ասենք թե որ կարելի է զարգացնել, հզորացնել պատգամավոր եմ դարի, հաշվի առնելով որ պատգամավորի խոսքը անցնում է։ Գնացել են պատգամավոր ասում, դե ասեցիր, մեծ կուսակցությունով նա որոշումա քո ասածը չի ասում։ Հետո մտան կոալիցիա, իմանալով եթե նախարարություն են տվել, նախարարությունը լիարժեք մենք կարանք ղեկավարենք։ Մտնում ես, սրան չանես, սա այս կուսակցությունն է, սա այս այախպեր, բայց էլ ինչ պետք է անեմ, եթե մարդը չի աշխատում կամ կուսակցականը ուրիշ կուսակցությունից, մարդը պետք որ լիարժեք գործը առաջ տանի։ Ու դրանից հետո էլ ասենք կոալիցիա չմտանք։
Դրանից հետո որ Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարեց, որ հեղաշրջում եղավ, գնացել է հրապարակ, որ պետք էր այո իմանալու, որ ամեն ինչ տեղը տեղին է լինելու, հավատում ենք իր խոսքերին, իր սկզբունքին։ Գնացել եմ հրապարակ։ Հրապարակում ասել եմ Ժողովուրդ ջան, որ լեփ լեցուն ժողովուրդը կար, երևի այնտեղ ձեզնից մարդ էլ եղած կլինի, չգիտեմ։ Ասել եմ Ժողովուրդ ջան, ում եք ուզում վարչապետ։ Սասուն Միքայելյանի, որը իմ ընկերն է, իրան շատ հարգում եմ, Արադ Միրզոյանին, թե Նիկոլ Փաշինյանին ասեք, ես իմ ամբողջ թիմով ձենը տալիս եմ իրան։ Ասել են Նիկոլ Փաշինյան, գոռացել են, ասել եմ Նիկոլ Փաշինյանին ենք տալիս մեր ձայնը։ Ու տեսնելով ասենք, թե հիմնական Նիկոլ Փաշինյանի մոտ ինչի համար չի ստացվում։ Ճիշտ մարդկանց չի կարողանում դնի։ Ոչ թե հետը քայլել են, էս են, այլ եթե նա կարողանար նրա համար կապ չունենար, որ լիարժեք մոտեցումը մենք եղել ենք այդ կազմի մեջ, բայց որ մենք իր ասածը չենք ընդունել, հակառակն ենք ասել, միանգամից հրապարակի վրա մեր նախարարներին գրեց եւ հանեց։ Ավելի լավ հանեց, մենք այսօր պատասխանատու չենք, բայց դիարժեք եթե ես էլ ճիշտ ձևակերպում չանեմ, ճիշտ մարդկանց գործի չդնեմ, ես բարեկամ ծանոթ չեմ նշանակում, այլ մարդը կարող է չճանաչեմ, տարբեր կուսակցությունից լինի, եթե մարդը փորձառու է, այդ համակարգում իրեն ճանաչում են, որպես խելացի, բանիմաց արդյունավետ մարդ, պետք է տաս իրեն ու չասես ումը որտեղ դիր, ասա տալիս եմ քեզ, ձևավորի, որ արդյունքը նկատելնի։ Եվ ամեն ինչ փայլուն կլինի Ժողովուրդ ջան։ Այսօր հարկավոր է այդ խնդիրները կարգավորել, ժողովրդի դեմքին ժպիտ կլինի, փայլ կլինի, մենք միշտ հպարտացել ենք մեր գիտությամբ, արվեստով։ Այսօր դա չկա, չեմ ֆինանսավորում, այսօր այժմ աշխատուժով գիտություն չի զարգանա, տնտեսություն չի զարգանա։ Այսօր Հայաստանում եկի աշխատում են հնդիկներ, արաբներ։ Մեր ժողովուրդ սաղ եկել են տարբեր դեմերում ասենք այսօր թեթև գումարով չեն ուզում աշխատեն, նրանք են գալի աշխատելու։ Ուզում եմ ասեմ, որ աննարին ոչինչ չկա ժողովուրդ։ Հարկավոր է միասնական լինեք մի մարդու պես, կապ չունի ծանոթ բարեկամ, ում ծանոթն է։ Եթե դաժե ընտրություն է լինում, քո ծանոթի խնդիրն է, գիտես չի կարանի, անտեղի տեղը դու սևերես մի եղի։ Այլ կանգնեք կնես մարդու կողմ, որը մարդը փորձ ունի, արել է եւ դու դրանում համոզված եք եղել։